Այսքան քաղաքապետարյաններ ունենք սովորական ակտիվիստներից մինչև սրբազան հայրեր, այսօր Ասեմ բարերար Սամվել Կարապետյանով այդ նշած հենց Արցախի պետականության կործանումը մեծ գործեր է արել։ Հա Այս մասով այդ մասով ասեմ որ ելքը ոնց է տեսնում։ Ելքը տեսնում եմ այն որ որևէ երկրի ուժային կառույցները եթե իր գործառույթները իրականացնում է տվյալ երկրի սահմանադրության մեջ գրված օրենքներով ապա այդ ոչ մի տեղ գրված չի որ ոստիկանը քննիչը դատավոր դատախազը իրավունք ունի 100%-ով տվյալ պետության տարածքում մտնի ամենտեղ եթե այդ սահմանադրության մեջ գրված չի որ պետականությունը տվյալ երկրում պարտադիր պետք է լինի 100%։ Եվ սովետական ժամանակ էլ չկա, ասում եմ, Լենինը որ հեղափոխությունը կատարել է այդ մասին։ Պարոն, ինչի համար են այսքան քաղաքապետարյանները ձեր կապ։ Ասեմ, բնա։ Հաջորդ քայլերի։ Այդքան քաղաքապետարյաններ որ հիմա կա, մեր բոլորիս շատ ներողություն, պետք է ներողություն խնդրեմ բոլորից, մեր բոլորիս անգրագիտության պատճառով է։ Ինչի ենք անգրագետ։ Մենք գիտենք, մեկին գումարած մեկ։ Ինչ կարող ենք անել։ Ասեմ, սահմանադրության մեջ պետք է պարտադիր գրված լինի, եթե գրված չի, բանտագել իրավունք ունի ոստիկանը, քննիչը իրավունք ունի, որևէ մեկին կամ դատախազը մեղադրանք հարուցի, եթե սա տվյալ երկրի սահմանադրության մեջ գրված չի, որ պետականությունը 100% է։ Ինչ պիտի անենք, պարոն։ Սահմանադրությունը պետք է փոխվի, այդ օրենքը գրվի, որ իշխանություն չունենք։ Գիտեմ, որ Նիկոլաս ուզում եմ միտինգ անենք իշխանությունը զավթեք, եթե որևէ մարդու անձի մոտ գաղափար առաջանում, նա իր գաղափարները որպեսզի տարածի, իր համախոհներին գտնում է, ստեղծում է կուսակցություն, եւ այդ կուսակցության միջոցով պետք է գանա իշխանության, որպեսզի իր գաղափարները դառնա օրենք։ Կան նման կուսակցություններ հիմա։ Չէ։ Նախընտրական շրջան է։ Չկա։ Բոլոր կուսակցությունն էլ շատ ներողություն։ Ես շատերի հետ եմ կոնկուրս, որ 72 տարի ղեկավարել է ահռելի պետություն ուժային եւ ուժեղ եւ ամեն ինչով, չէ։ Կոմունիստները չգիտեն այդ գասում, Լենինն էլ չգիտեր պետականության իմաստը որն է։ Եթե իմանա Լենինը չէր ասի, հեղափոխությունը հնարավոր է անել մի երկրում։ Պարոն Սողոմյան, կան ուժեղ կուսակցություններ, դուք ասում եք ոչ մեկ չկա։ Այ ելքը ոնց եք դուք տեսնում։ Ասում եմ, եթե քան քաղաքապետարյան ունենք, գիտեմ, ասում պոտենցիալը մեծ է քայլերից իշխանությունների տեսնում եք, որ գնում են ավելի շատացնելու քաղաքապետարյան։ Գիտեմ, որովհետեւ տվյալ պետությունում Ձեր տեսլականը։ Իմ տեսլականն է, որ վարչապետը ուժային կառույցների միջոցով կամ դատիշխանության միջոցով իրավունք չունի որևէ մեկին ձերբակալելու հրաման տա կամ ասի ձերբակալել բայց անում է։ Գիտեմ որ անում, որովհետեւ մենք անգրագետ ենք։ Հա ինչ ելքը դուք։ Ելքը պետք է սահմանադրության բողոքից ասես այ ոստիկան քննիչ դատախազ որ գրում ես մեղադրում ես ինձ, ինչ առաջին մեղավոր դու ես որ քո սահմանադրության մեջ գրված չի որ դու այդ իրավունքը ունես։ Պետք է սահմանադրության մեջ գրված լինի որ պետականությունը տվյալ երկրում 100% է, եթե այդ չկա, որևէ վարչապետ, նախագահ Բայց բողոքողներ, բարձրաձայնողներ ունենք, այ կան դատապաշտպաններ, որոնք կան, ասեմ, Արամ Վարդևանյան, Սամվել Կարապետյանի դատապաշտպանն է, Քոչարյանի դատապաշտպանն է, գիտեք ինչ։ Ներողություն եք խնդրում, մեկը ճշմարտություն ասում է, սովետի մի բան կարի, հիմա էլ կասում է, ճշմարտությունը աչքած ակում, ասում եմ Արամ Վարդևանյան, պետության գլխավոր փաստաթուղթը որն է, չգիտի, ասում է սահմանադրությունը, ասում եմ չէ, պետություն նոր ասեցի, պետությունը ստեղծում է այնտեղ, որտեղ ապրում է մարդը, իսկ մարդուն ով է հաստատում, որ դա մարդ է, անասուն, վիժված չի, ազնագիրը, ճիշտ է, մոլորակի 8.5 միլիարդ բնակչության, եթե որևէ երկրի սահմանադրության մեջ գրված չի, որ պետականությունը տվյալ երկրում 100% է, ապա տվյալ պետության ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ ուժային կառույցները, ոչ դատիշխանությունը իրավունք չունեն որևէ մեկին ձերբակալելու հրաման տան կամ ձերբակալեն։ Պարտադիր պետք է որ պետական իշխանությունը, չէ, իշխող իշխանությունը իր գործառույթները իրականացնում է օրենքների միջոցով։ Օրինակ տվյալ պետության ուժային կառույցը, ամենամեծ ուժային կառույցը բանակն է։ Բանակը ենթարկում է տվյալ պետության նախագահին կամ վարչապետին ուժի օրենքով, թե օրենքի ուժով։ Իհարկե օրենքի ուժով։ Եթե ուժի օրենքով լինի, ապա բանակը պետք է մի նախագահով անզեն, մենակ, ճիշտ է, անզեն, մենակ ու անգրագետ, իսկ ուժային կառույցներից ամենալավ զենքով զինված ու քանակով շատ, ինչի է տվյալ պետության, բանակը ենթարկում տվյալ նախագահին կամ վարչապետին, իսկ մեր բանակը ինչ արեց, Տավուշի գյուղերի Նիկոլի հրամանով գնաց, ականազերծեց, տվեց թուրքերին, դա որպեսզի պատերազմ չլինի,
ամեն ազգ կամ ցեղ պարտադիր պետք է ապրի տվյալ իրեն պատմական սեփական բնատարածքում, որտեղ այդ ազգը կամ ցեղը ստեղծվել եւ ձևավորվել է որպես ազգ կամ ցեղ։ Անհրաժեշտ քայլերը ըստ ձեզ ու ելքը կարճ խնդրում եմ։ Անհրաժեշտ քայլերը ասում տվյալ սահման, եթե այն անձը, որ այս ընտրությունների ժամանակ, եթե այն անձը իր ծրագրում չունի, որ պետականություն տվյալ երկրում 100% է, նա իրավունք չունի ընտրվելու, բնակչությունը չգիտի այդ։ Ասում, եթե որ բնակչությունը այս գաղափարը նոր է ասում, ամռանն է եկել, այս գաղափարը որ մասնավոր սեփականությունը պարտադիր պետք է վերանար։ Պարոն Սողոմյան, դուք խնդիր ունեիք այդ միտքը բարձրաձայնելու, դրա համար եք Անպայման, հա բա պետության ասում նոր այս պետության գլխավոր իմաստը, որ տվյալ պետությունը պետականությունը լինի 100%, այս է ճշմարտությունը։